Աստված ոչ սակավ զորավոր գործեր էր անում Պողոսի միջոցով, մինչև իսկ նրա քրտինքը չորացրած թաշկինակներ կամ վարշամակներ էին տանում հիվանդների մոտ, և ախտերը հեռանում էին նրանցից, և չար ոգիները դուրս էին գալիս։ Շրջիկ հրեաներից ոմանք, որ երդվեցնողներ էին, հանդգնեցին Տեր Հիսուսի անունը կանչել չար ոգիներ ունեցողների վրա, ասելով. «Երդվեցնում եմ ձեզ Հիսուսով, որին քարոզում է Պողոսը»։ Այս անողները ոմն Սկևոս հրեա քահանայապետի 7 որդիներն էին։ Չար ոգին պատասխանեց ու նրանց ասաց. «Հիսուսին գիտեմ և Պողոսին ճանաչում եմ, բայց դուք ով եք»։ Եվ այն մարդը, որի մեջ չար ոգի կար, վազեց նրանց վրա և երկուսին էլ բռնելով գետին զարկեց նրանց, այնպես որ նրանք մերկ և վիրավոր փախան այդ տնից։ Եվ այս բանը հայտնի դարձավ Եփեսոսում բնակվող բոլոր հրեաներին և հեթանոսներին, և նրանց բոլորի մեջ ահ ընկավ, և Տեր Հիսուսի անունը փառավորվում էր։ Եվ հավատացյալներից շատերը գալիս խոստովանում էին ու պատմում իրենց արարքները։ Եվ կախարդությամբ զբաղվողներից շատերը բերում էին իրենց գրքերը և բոլորի առաջ այրում, նրանց գինը հաշվեցին և գտան, որ 50,000 արծաթ դահեկան էր։ Եվ այսպես Աստծու խոսքը աճում էր ու զորանում։ Եվ երբ այս բաները կատարվեցին, Պողոսը մտադրվեց շրջել Մակեդոնիայում և Աքայիայում և ապա գալ Երուսաղեմ։ Ասում էր. «Իմ այնտեղ գնալուց հետո պետք է, որ ես Հռոմն էլ տեսնեմ»։ Իր պաշտոնյաներից երկուսին՝ Տիմոթեոսին և Երաստոսին ուղարկեց Մակեդոնիա, իսկ ինքը որոշ ժամանակ մնաց Ասիայի նահանգում։